ստացվելու դա։ Դուք ինձնից վերցնում եք գումար Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Դուք իմ նալոգներս վերցնում եք ու այս մարդկանց, ովքեր բանտում 35 տարի սպանել է Հայաստանի զինվորներին, հա, տեսեք Շուշիի բանտում այն զիբիլները, ովքեր դուրս են եկել կառավարության կամ էլ Փաշինյանի դեմ խոսում են, այն տականքները, ովքեր օպերայի մոտ այսօր իրանց կեղտոտ բերանը բացում են Փաշինյանի վրա, 35 տարի դու Հայաստանի զինվորներին պահել ես Շուշիի բանտում։ Մի հատ տեսեք ինչ վիճակում Ղարաբաղցիք պահել են Շուշիի բանտում տղերքին։ Նայ մի հատ։ Բայց դուք հայ չեք Ղարաբաղցիներ։ Դուք այս ինչ վիճակում եք պահել Հայաստանի զինվորներին։ Դուք ինչ վիճակում եք ծեծել բանտերում այս տղերքին։ Մի հատ բացատրեք ինձ։ Մի հատ տես ինչ վիճակում են նստել տղերքը։ Մի հատ նայ։ Նայ մի հատ։ Այս մարդիկ Ղարաբաղցիները իրանց անունը հայ դրած, բա հայը այս վիճակում պահում է զինվորին։ Ծեծում է, որ ասում է գնա ծնողիդ Հայաստանից զանգի, թող տունը ծախի, բերի քեզ հանի այս բանտից։ Տես ինչ վիճակում են պահել մեր երեխոցը եւ նաեւ Ղարաբաղի բիզնեսմեններին, մենակ զինվորներին չի։ Նայ։ Ու այս մարդիկ, այս տականքները, Շուշիի բանտում աշխատողները, հիմա Հայաստանում 50,000 դրամ են ստանում, չեն գնում աշխատանքի, իսկ ես, ով իմ գումարներս աշխատել եմ քրնինքով, Ռուսաստանից բերել եմ դրել Հայաստանում, հա, այդ գումարներից ամեն ամիս ես նալոգ եմ մուծում, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությունը այս մարդկանց, ովքեր աշխատել են այս բանտում, ծեծել են, սպանել են մեր տղերքին, այս մարդկանց 50,000 է տալիս։ Սա ես պետքա լռեմ, հա, ինչքան պետքա ես լռեմ օրինակ։ Հաջորդը, ես պարտավոր չեմ նալոգ մուծեմ Հայաստանի Հանրապետության տարածքում կոնկրետ Ղարաբաղցիների համար, բացատրեմ ինչի։ Քանի որ 35 տարի սա Հայաստանի Հանրապետության տարածքով մայրիկները դուրս են գալիս հայատ, քանի որ իրանց տղերքին Ղարաբաղում սպանել են, հա, քանի որ իրանց տղերքին, այս տղերքին սպանել են Ղարաբաղում, հա, Արցախի բանակում, 35 տարի այս մայրիկները դուրս են գալիս կառավարության դեմ Սերժի ժամանակ, Քոչարյանի ժամանակ, աղաչում են, ասում են, որ իրանց տղերքին բռնաբարել են Ղարաբաղում, Ղարաբաղի սպաները, այսօր ես կարամ հստակ ասեմ, որ մոտ 100 զինվոր բռնաբարել են Ղարաբաղցի տղերքը, Ղարաբաղի աֆիցերները բռնաբարել են հայ զինվորներին, սպանել են դրանից հետո եւ մի հատ Ղարաբաղցի աֆիցեր պատասխան չի տվել, մոտ 100 Ղարաբաղցի տղա անցնում են քրեական գործերով, որպես բռնաբարող տղերք, այսօր այդ Ղարաբաղի տղերքը ստում են իրանց կանանց, այսինքն այդ մարդիկ փսակվել են, ունեն տղերք, ունեն աղջիկեր եւ իրանց կանանց ասում են, որ իրանք իսկական տղամարդ են, իրանք այդ Ղարաբաղցի տղերքը ստում են իրանց տղաներին, որ իրանց նման պապա չկա, բայց չեն պատմում, որ իրանք բանակում բռնաբարել են զինվորներին, սպանել են